անհրաժեշտ են սպիտակ ծաղիկներ, այս դեպքում սպիտակ մեխակ եմ վերցրել, բաժակով ջուր և վերցնում ենք ներք, որի միջոցով այս ամենը կիրականացնենք։ Հիմա բաժակների մեջ մտցրել ենք ջուր, ավելացնում ենք մի փոքր կարմիր ներք, այնպես որ բոլոր բաժակների մեջ լինի։ Կարմիր, դրանով կարասանից ինչքան մուտ լինի, այնքան ավելի սիրուն գույն կստացվի։ Արդեն գիտենք, որ ծաղիկը սողունի միջոցով ջուրը խմում է, չէ՞, ու հետևաբար ինչքան երկար գնա գույնի մեջ ծաղիկը, այնքան ավելի գեղեցիկ գույն կունենա։ Կազմեցիր սա։ Ծաղիկը կարմրի։ Այդ ծաղիկը կարմիր կլինի։ Տեսնենք, կստացի մեր փորձը, կդառնա կարմիր։ Տերևները չէ, պետք է կարմիր դառնա։ Գնում ենք, ու սրա համար պահանջվելու է մեզ մոտավորապես մի քանի ժամ, կամ նույնիսկ կարատևի 1 ամբողջ օր, որ ինքը գունավորվի։ Սա այսպես թողենք, արդյունքը Այսինքն վաղը կարող ենք արդեն գալ եւ արդյունքը տեսնել։ Ուսումնասիրենք այսօր ամբողջ օրը, տեսնենք 1 ժամվա, 2 ժամվա ընթացքում փոխվել է, թե չի փոխվել, լավ։ Ահա տեսել ենք ծաղկի տերևները գունավորվել են։